Ունենալ իմպլանտատ դեռևս չի նշանակում ունենալ ատամ։ Ատամնային իմպլանտատը փոխարինում է բնական ատամի արմատին, տեղադրվում է ծնոտոսկրի մեջ եւ հանդիսանում հենարան արհեստական ատամի կամ կոնստրուկցիայի համար։ Իմպլանտացիան վիրաբուժական միջամտություն է։ Եթե քննարկենք դասական իմպլանտացիայի օրինակով, process-ը կստացվի այսպես. տեղադրում ենք իմպլանտատ, որին հաջորդում է օստեոինտեգրատիվ շրջան, այնուհետև օրթոպեդիկ փուլեր։ Գոյություն ունի նաև մեթոդ, երբ իմպլանտատի տեղադրումը, հաջորդող փուլերը, ընդհուպ միջև վերջնարդյունք, այսինքն ատամ, կատարվում է մեկ բուժայցում, կամ մեկ այլ տարբերակ, կատարվում է իմպլանտացիա հետագա օրթոպեդիկ փուլերից մեկի կամ մի քանիսի հետ միաժամանակ։ Միշտ չէ, որ ծնոտոսկրն ունի բավարար պոտենցիալ իմպլանտատի տեղադրման համար։ Նմանատիպ կլինիկական դեպքերում կատարում ենք ոսկրային պլաստիկա, ավելացնում ենք ոսկրանյութ, բավարար արդյունք ստանալու համար։ Ժամանակակից իմպլանտոլոգիան գրեթե անլուծելի խնդիրներ չունի։ Եղեք հնարավորինս տեղեկացված եւ խնայեք ձեր ատամները։